Ողջույն Տիգրան։ Ողջ։ Երեկ Հայաստանի կառավարությունը հրապարակեց Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին վերաբերող փաստաթղթերը եւ քանի որ ցանկը ամբողջական չէր ու նաեւ շատ տարօրինակ հղումներ էր արված, կուզեի սկզբում միջև բովանդակությանը անդրադառնալը խոսեինք թե քո կարծիքով ինչու է հենց այս բային հրապարակվել եւ ինչ տրամաբանությամբ է ընտրվել հենց այդ փաստաթղթերը։ Կարծում եմ այստեղ հստակ է, որ տրամաբանությունը ներքաղաքական է եւ այս փաստաթղթերի հրապարակումը, ինչպես գիտենք, նախկին նախագահների հետ բանավեճի մաս է, տարիներ, ամիսներ շարունակ Հայաստանի նախկին ղեկավարները պահանջում էին այս փաստաթղթերի հրապարակումը եւ մասնավորապես այն փաստաթղթի հրապարակումը, որը մինչեւ Ղարաբաղյան երկրորդ պատերազմը սեղանին է դրված։ Այո, ճիշտ ես նկատել, որ ինչ որ համապարփակ ցանկ չի, չգիտես ինչու որոշվել է, որ ինչ որ ժամանակահատվածի փաստաթղթեր հրապարակվում են, իսկ ինչ որ այլ ժամանակահատվածի առաջարկներ չեն հրապարակում եւ այս հանգամանքը ակնառու է հատկապես 99 թվականի տարածքների փոխանակման ծրագրի հրապարակման պարագայում, որը պարզ չէ, արդյոք պաշտոնական փաստաթուղթ է թե ոչ, որովհետև հենց այդ հրապարակված փաստաթղթի սկզբում նշում է, որ այն ի սկզբանե հրապարակվել էր հայկական ժամանակ թերթում 2008 թվականին, տրամադրվել է Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից, այսինքն ինքնին տարօրինակ իրավիճակ է, երբ պետությունը հղում է անում ինչ որ այլ գործիչների տարբեր փաստաթղթեր հրապարակելիս, բայց այստեղ ավելի շատ խնդրահարույցը այն է, որ այդ ողջ գործընթացը իհարկե համապարփակ ձևով չի ներկայացնում։ Մենք մեր նախորդ թողարկումներից մեկում, եթե հիշում ես, քննարկել էինք վերջերս Միացյալ Նահանգներում գաղտնազերծված փաստաթղթերից մեկը, որը 2000 թվականին ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման սղագրությունն էր, որտեղ բավականին մանրամասն ներկայացվում էին կողմերի դիրքորոշումները, օրինակ նույն տարածքների փոխանակման ծրագրի վերաբերյալ եւ ինչպես այդ տարածքների փոխանակման ծրագիրը ժամանակի ընթացքում վերածվեց հենց Քիվեստի պլանի եւ այստեղ գլխավոր հարցը այս փաստաթղթերի հետ կապված իհարկե այն է, որ Քիվեստի օրինակ նույն պլանը չի հրապարակվել, մենք սա նախկինում եւս քննարկել ենք, տարբեր բարձաբանումներ են բերում, կառավարությունը պնդում է, որ չունի այդ փաստաթուղթը, բայց սրանք անլուրջ փաստարկներ են եւ ընդհանուր առմամբ այս ողջ գործընթացի լրջության աստիճանն է ցույց տալիս, որ կառավարությունը կարող է ամենակարևոր փաստաթղթերից մեկը չունենալ։ Քիվեստը իմ կարծիքով չի հրապարակվում, որովհետև Քիվեստում արկա դրույթները ամբողջովին հակասում են այն ռետորաբանությանը, այն պնդումներին, որոնք կային հայկական դաշտում վերջին տարիների ընթացքում։ Մեկ այլ տարօրինակ հանգամանքը իհարկե այն է, որ իրապես գաղտնազերծված փաստաթղթերի հետ հրապարակում են հանրությանը վաղուց հասանելի, ի սկզբանե հասանելի փաստաթղթեր, Մակամտանգության խորհրդի բանաձևերը 93 թվականի Բուդապեշտի ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողովի եզրափակիչ հայտարարությունը, Լիսաբոնի գագաթնաժողովից հետո ԵԱՀԿ նախագահի հայտարարություն եւ այլն, այսինքն այստեղ շատ հստակ է որոշակի նարատիվ առաջ տանելու միտումը, այդ մասին է խոսում օրինակ նաեւ Սերժ Սարգսյանի նամակի հրապարակում, բայց այդ մասին երևի հետո կքննարկենք։ Առաջին հայացքից տպավորությունը, որ որևէ նոր փաստաթուղթ կամ տեղեկատվություն չկա հրապարակված թղթերում, բայց ինչպես մեր նախազրույցում նշեցիր, ինչ որ դետալների վրա ամեն դեպքում պետք է հատկապես ուշադրություն դարձնել, խոսքը, եթե չեմ սխալվում, վերաբերվում է վերջին տասնամյակի ընթացքում տեղի ունեցած հանդիպումներին, բանակցություններին եւ նաեւ համապատասխան փաստաթղթերին ու նամակներին, կխնդրեի մեր դիտողներին ներկայացնես, որ դետալներն են դրանք եւ ինչու է պետք հատկապես կարեւորել դա։ Այո, փորձագիտական տեսանկյունից հենց այդ փաստաթղթերն են հետաքրքրություն ներկայացնում, այսինքն Կազանի գործընթացից հետո կողմերին արված առաջարկները համանախագահների կողմից, հիմնականում Ռուսաստանի կողմից։ Իհարկե մենք ընդհանուր առմամբ պատկերացումներ ունեինք այդ գործընթացի վերաբերյալ եւ նաեւ մամուլում արկա արտահոսքերից, պաշտոնական տարբեր դեմքերի կողմից կատարված արտահոսքերի արդյունքում տարբեր դետալների վերաբերյալ պատկերացումներ ունեինք։ Օրինակ հիշեցնեմ, որ 2022 թվականին բանավեճ էր ծավալվել Նիկոլ Փաշինյանի եւ Ռուսաստանի արտգործնախարարության միջև ռուսաստանցի ԵԱՀԿ Մինսկի նախկին համանախագահ Իգոր Պոպովի միջև, որի ընթացքում որոշակի հատվածներ հրապարակվում էին եւ հանրությունը կարողանում էր որոշակի պատկերացումներ ստանալ
որոշ դետալների վերաբերյալ այն ժամանակ ես իդեպ հոդված էի հեղինակել, որտեղ քիչ թե շատ առանց ընթերցելու այդ փաստաթուղթը կարողացել է հասկանալ, թե ինչ փոփոխություններ են տեղի ունեցել օրինակ բանակցային բովանդակության մեջ Կազանից հետո։ Այստեղ առանցքային երկու հարց կա, երբ խոսում ենք այդ փոփոխությունների մասին, Կազանից հետո տեղի ունեցած փոփոխությունների մասին, երկու հարց, երկու թեմա, որը նաև վերջին տարիների բանավեճերի առանցքում էր գտնվում։ Առաջինը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշման հարցին։ Կազանի փաստաթղթում այս հարցը բավականին հստակ էր ձևակերպված, այսինքն նշվում էր, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակը որոշվելու է Լեռնային Ղարաբաղի բնակչության համաժողովրդական քվեարկության միջոցով, այդ որոշումը ունենալու է իրավական պարտադիր հետևանքներ եւ կար մի դետալ, որը հետագա պլաններում չկա։ Այնտեղ ձևակերպվում էր, թե ինչ է նկատի ունենվում Լեռնային Ղարաբաղի բնակչություն ասելով։ Նկատի էր ունենվում 1988 թվականին գոյություն ունեցած ազգությունների էթնիկ համամասնությունը Լեռնային Ղարաբաղում, այսինքն մինչև հակամարտության մեկնարկը գոյություն ունեցած էթնիկ համամասնությունը։ Սա բավականին նպաստավոր հստակեցում էր հայկական կողմի համար, որովհետև տարընթերցումների համար որևէ տեղ չէր թողնում, թե ով պիտի օրինակ մասնակցի այդ քվեարկությանը, պլեբիսցիտին, հանրաքվեին։ Եվ մենք տեսնում ենք, որ այս կետը արդեն հետագա շրջանի առաջարկներում արդեն գոյություն չունի։ Կրկին խոսվում է ազատ կամ արտահայտման մասին, խոսվում է այն մասին, որ կամ արտահայտումը իրավական պարտադիր բնույթ է ունենալու, բայց այս հստակեցումը չկա։ Եվ սա, ինչպես գիտենք, ներկայացվել է նաև իշխանությունների կողմից վերջին տարիների իրենց ելույթներում, բայց ինչպես այս հարցում, այնպես էլ այլ հարցերում Նիկոլ Փաշինյանը եւ իր թիմը խոսում են կիսաճշմարտությունների լեզվով։ Այո, մենք տեսնում ենք, որ այստեղ այս ձևակերպման մեջ ձևակերպումը ավելի է դարձել նպաստավոր Ադրբեջանի համար, բայց Կազանից հետո մեկ այլ փոփոխություն եւս տեղի ունեցել, որը նաեւ ուսումնասիրելով այս փաստաթղթերը կարելի է նկատել։ Եթե Կազանի փաստաթղթով կարգավորման առաջին փուլում ադրբեջանական կողմին են վերադարձում Լախկին լղիմ տարածքից դուրս գտնվող 5 շրջանները, իսկ երկու շրջանը Քելբաջարը եւ Լաչինի շրջանի ոչ միջանցքային մասը դե ֆակտո ադրբեջանական վերահսկողության տակ էր անցնում առաջին փուլի իրականացումից 5 տարի հետո, այսինքն նշված էր հստակ ժամանակահատված, ապա հաջորդ շրջանի բոլոր փաստաթղթերում որևէ ժամանակահատված չկա Քելբաջարի եւ Լաչինի վերադարձի հետ կապված։ Ավելին, այս հարցը սկսում է դիտարկվել փաթեթով ապագայում լուծվելիք այլ հարցերի հետ՝ Լաչինի միջանցքի լայնությունը, Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակը եւ այլն։ Եվ եթե օրինակ դիտարկում ենք 2019 թվականին սեղանին դրված փաստաթուղթը, որը բխում էր մինչ այդ գոյություն ունեցած առաջարկներից, մենք տեսնում ենք, որ ինչպես հայ-ադրբեջանական հռչակագրում, այսինքն Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ստորագրված հռչակագրում, այնպես էլ երկու մյուս հավելյալ փաստաթղթերում համանախագահների հայտարարության մեջ եւ ՄԱԿ-ին խորհրդի բանաձևի նախագծի մեջ հստակ այդ կապը ցույց է, այդ փոխկապակցվածությունը ցույց է տրվում, որ Քելբաջարի եւ Լաչինի շրջանների վերադարձը փոխկապակցված է Լաչինի միջանցքի լայնության կանխորոշման հետ, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշման հետ, այսինքն այդ կամարտահայտման հետ։ Այսինքն ինչը տեղի ունեցել Կազանից հետո, մեծ հաշվով տեսնելով, որ ադրբեջանական կողմը դեմ է ինչ որ հստակ ձևակերպման ռեֆերենդումի հետ կապված, քվեարկության հետ կապված, համանախագահները լղոզել են այդ հարցը, բայց միևնույն ժամանակ երկու շրջանների վերադարձը փոխկապակցել են հենց կարգավիճակի հարցի հետ։ Այս դարձրել են գրեթե անհնար։ Այո, այսինքն ձևավորում էր նոր ստատուս քվո, բայց արդեն միջազգային եւ միջազգային իրավական երաշխիքներով։ Եվ այս փաստաթղթերի հետ կապված մյուս առանցքային կետը, որը եւս բազմաթիվ բանավեճերի եւ նաեւ հայտարարությունների
առարկա է դարձել իհարկե միջանկյալ կարգավիճակի վերաբերյալ կետներ եւ կրկին Կազանի փաստաթղթում միջանկյալ կարգավիճակի վերաբերյալ կետը շատ հստակ է ձևակերպված, այսինքն օգտագործում է հենց միջանկյալ կարգավիճակ եզրույթը Լեռնային Ղարաբաղի լիազորություններն ու իրավունքները շատ հստակ նշված են հենց այդ կետում 6-րդ կետում, այսինքն նշվում է որ Լեռնային Ղարաբաղը իրավունք ունի նորմալ կենսագործունեության ապահովման համար ձևավորել իշխանություններ, դատական, օրենսդիր, գործադիր, ունենալ սեփական ինքնապաշտպանական ուժերը, սեփական իրավապահ ուժերը, ստանալ միջազգային աջակցություն, եթե այդ աջակցությունը ուղղված է խաղաղ նպատակների համար եւ ժողովրդավարական զարգացման համար, խոսում են նույնիսկ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցությանը ԵՀԿ այն նիստերին, որտեղ քննարկում են Ղարաբաղի հետ կապված հարցեր, ու այս կետը մեծ հաշվով հիմնական ուղղությունն է, որտեղ բացասական տարբեր փոփոխություններ են տեղի ունեցել հայկական կողմի համար 2014-15 թվականների առաջարկներում արդեն չի օգտագործում միջանկյալ կարգավիճակ եզրույթը, այլ նշվում են մեծ հաշվով, որ Լեռնային Ղարաբաղը իրավունք կունենա այդ կենսագործունեությունը իրականացնելու, ապահովելու համար որոշակի լիազորություններ իրականացնել, ինչ որ փուլից սկսած այդ լիազորությունները բացվում են արդեն երկրորդ փաստաթղթով, որը ի հայտ է գալիս հենց 2015 թվականին, դա հենց համանախագահների հայտարարությունն է հռչակագրի վերաբերյալ, կարգավորման առաջին փուլի հռչակագրի վերաբերյալ, որտեղ այն ձևակերպումը, որը կար Կազանյան փաստաթղթում եւ այն իրավունքները, որոնք նշված են փաստաթղթում, հենց համանախագահների հայտարարության մեջ են ներառված։ Այստեղ նշեմ, որ այս գործընթացի մասին ինչ որ չափով խոսել է Նիկոլ Փաշինյանը, բայց կրկին կիսաճշմարտությունների լեզվով իր բազմաթիվ հարցազրույցներում, ելույթներում եւ ավելի համապարփակ ձևով քննիչ հանձնաժողովում ունեցած այդ ելույթի ընթացքում, բայց շարունակելով միջանկյալ թեմայի հարցը, միջանկյալ կարգավիճակի հարցով տեղի ունեցող այդ փոփոխությունները շարունակում են նաև 2016 թվականին եւ 16 թվականի հունվարին կողմերին ներկայացում է մի առաջարկ, որտեղ պարզապես մեկ տողով նշված էր, որ Լեռնային Ղարաբաղը իրավունք կունենա որոշակի գործառույթներ իրականացնել այդ նորմալ կենսագործունեությունը ապահովելու համար եւ կրկին ավելի բաց այդ լիազորությունների ու իրավունքների մասին նշվում է հենց համանախագահների հայտարարության տեքստում այստեղ ենթադրում եմ որ հայկական կողմի առարկություններից հետո եւ ապրիլյան պատերազմից հետո արդեն 2016 թվականի հունիսին այդ կետում ավելացում է մի նախադասություն, որում նշվում է որ կունենա Լեռնային Ղարաբաղը կունենա լիազորությունների այն ծավալը, որը ուներ այդ հռչակագրի ստորագրման պահին, այսինքն դե ֆակտո այն լիազորությունները, ինչ կար մինչև հռչակագրի ստորագրումը։ Ակնհայտ է, որ այս կետը անընդունելի էր Ադրբեջանի համար եւ արդեն 2016 թվականի օգոստոսին կրկին օգտագործում է ավելի կարճ ձևակերպումը, որ պարզապես Լեռնային Ղարաբաղը որոշակի իրավունքներ ու լիազորություններ կունենա, ինչպես նախորդ առաջարկների դեպքում այդ լիազորությունները բացվում են համանախագահ երկրների հայտարարության մեջ, բայց արդեն 16 թվականի օգոստոսին ի հայտ է գալիս նաև ՄԱԿ անվտանգության խորհրդի բանաձևի նախագիծը, որտեղ կա հստակ հղում համանախագահների կողմից այդ միջանկյալ կարգավիճակի վերաբերյալ կետին, ինչպես նաև կա կետ այն մասին, որ ՄԱԿ գլխավոր քարտուղարը այս կետի իրականացման մանրամասների վերաբերյալ առաջարկություններ կիրականացնի հենց համանախագահների եւ ԵԱԿ նախագահի հետ խորհրդակցությունների արդյունքում։ Հիմա հասել ենք Նիկոլ Փաշինյանի կողմից օգտագործված կիսաճշմարտությունների թեմային։ Այս գործընթացը նայր ելույթներում բավականին ճշգրիտ նկարագրել է, այսինքն այս հարցերում տեղի ունեցած փոփոխությունները եւ ոչ ի նպաստ հայկական կողմի, բայց նա նույնքն նիչ հանձնաժողովի իր ելույթում մի շարք պնդումներ է անում, որոնք պարզապես կարելի է, չգիտեմ, մանիպուլյացիաների դաշտից համարել։
Նա մասնավորապես նշում է, որ հարցը տեղափոխելով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի լիազորությունների դաշտ, մենք դրանով իսկ կանխորոշում ենք, որ այդ միջանկյալ կարգավիճակը փաստացի դե ֆակտո չի ունենալու, տեղի չի ունենալու, գոյություն չի ունենալու։ Եվ նա փաստարկում է դա այն հանգամանքով, որ 93 թվականին անվտանգության խորհուրդը ընդունել էր հայտնի բանաձևերը, որտեղ Ղարաբաղը համարում էր Ադրբեջանի մաս, եւ դա է նաեւ երևի պատճառը, ինչու այդ բանաձևերը այս փաթեթում հրապարակվեցին, բայց այստեղ մանիպուլյացիան կայանում է նրանում եւ այդ մանիպուլյացիան ակնհայտ է դառնում հենց կառավարության կողմից հրապարակված փաստաթղթերում, որ առաջինը ՄԱԿ անվտանգության խորհրդի 3 անդամները հենց համանախագահ երկրներն են, որոնք ձևակերպում են միջանկյալ կարգավիճակի բովանդակությունը իրենց համատեղ հայտարարության մեջ։ Ավելին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևի նախագծի մեջ նշում է, որ այդ միջանկյալ կարգավիճակի մանրամասները քննարկվելու են այդ համանախագահ երկրների հետ, որոնք մշակել են այդ ամեն ինչը։ Այսինքն այստեղ ակնհայտ է, որ դժվար թե անվտանգության խորհուրդը ինչ որ այլ բովանդակություն առաջ քաշեր, հաշվի առնելով համանախագահների կարծիքը եւ հաշվի առնելով, որ համանախագահները նաեւ հանդիսանում են ՄԱԿ անվտանգության խորհրդի մշտական անդամներ։ Երկրորդ փաստարկը, որը բերել էր Նիկոլ Փաշինյանը միջանկյալ կարգավիճակի վերաբերյալ կրկին քննիչ հանձնաժողովի ելույթի ընթացքում, այն էր, որ խոսքը գնում է միջանկյալ կարգավիճակի փուլում այն մասին, որ իշխանությունների ձևավորման գործընթացին ժողովրդավարական ճանապարհով դատական, օրենսդիր եւ այլ ճյուղերի ձևավորման ընթացքում կմասնակցի նաեւ ադրբեջանական համայնքը, որը այստեղ է գլխավոր խնդիրը եւ հրապարակված փաստաթղթերը տալիս են դրան սպառիչ պատասխան։ Կարգավորման առաջին փուլում չկա որևէ խոսք ադրբեջանցիների վերադարձի մասին նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի տարածք։ Կան քննարկումներ այն մասին, թե ինչպես են հայկական ուժերը դուրս բերվելու այդ 5 շրջաններից, ինչ կարգով է ադրբեջանական քաղաքացիական իշխանություն հաստատվելու այդ հատվածում, բայց նույնիսկ այդ շրջանների վերաբերյալ հստակ որևէ կետ չկա փախստականների վերադարձի մասին, բայց ակնհայտ է, որ այդ շրջաններ փախստականների կվերադառնային, որովհետև նրանք արդեն փաստացի ադրբեջանական վերահսկողության տակ կլինեին։ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի տարածք փախստականների վերադարձի մասին առաջին փուլում որևէ խոսք չկա, եւ դա հերքում է այն պնդումը, որը ի սկզբանե բավականին անլուրջ պնդում էր եւ հիմնված էր ոչ փաստական ինչ որ տվյալների վրա, որ միջանկյալ կարգավիճակի փուլում կամ միջանկյալ կարգավիճակը ենթադրելու էր նաև ադրբեջանցիների մասնակցությունը, ինչը մեծ հաշվով չեզոքացնելու էր այդ միջանկյալ կարգավիճակը։ Ավելին ասեմ, վերադառնալով արդեն ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևի նախագծին, որ այդ բանաձևով մեծ հաշվով միջազգայինորեն ճանաչվում էր արդեն այդ միջանկյալ կարգավիճակը։ Եթե նախկինում Լեռնային Ղարաբաղի իշխանությունները փաստացի իշխանություններ ունեին այդ տարածքում, բոլորը համարում էին նրանց դե ֆակտո իշխանություններ, հիմա այդ բանաձևի ընդունումից հետո, որը կընդունվեր, քանի որ համանախագահներն էին շարժիչ ուժը այդ գործընթացի եւ նաեւ անվտանգության խորհրդի մշտական անդամներ են, այդ բանաձևի ընդունումից հետո Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը միջազգային կարգավիճակ էր դառնում։ Սա շատ էական տարբերություն էր եւ այս մանրամասները իհարկե չեն ներկայացում իշխանությունների կողմից կամ հիմա ներկայացվել են, բայց իհարկե փորձելու են խեղաթյուրել այդ ամենը։ Հենց դրա մասին եմ ուզում խոսել, դու բավականին մանրամասն ներկայացրեցիր դրամաբանությունը այս փաստաթղթերի, բայց հիմա դրանց մեկնաբանությունները տարբեր են, հա, եւ իշխանություն եւ ընդդիմադիրները մեկնաբանում են այդ դրամաբանությունը ըստ իրենց հոգուտ իրենց, այսպես ասած, ի վերջո այս ամենը համադրելով ինչ կարելի է հասկանալ բանակցային գործընթացը կամ ընդհանուր առհասարակ այս հակամարտությունը այն ճանապարհով էր գնալու ինչ որ եղավ, այլ ճանապարհ չկար։ Տես այն, որ Կազանից հետո որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել, որոնք ի նպաստ չէին հայկական կողմի, ակնհայտ էր։ Դա ակնհայտ էր նաև այս փաստաթղթերի հրապարակումից առաջ։ Եվ այդ մասին, ինչպես արդեն նշեցիք, կիսաճշմարտությունների լեզվով Նիկոլ Փաշինյանը իշխանությունները բազմիցս խոսել են։ Այս գործընթացը հիմնականում արտացոլում էր ուժերի բալանսի փոփոխությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև։
բայց միևնույն ժամանակ այն պնդումը, թե այս փաստաթուղթը ինչ որ աղետալի փաստաթուղթ էր հայկական կողմի համար, որը որևէ հնարավորություն չէր թողնում Լեռնային Ղարաբաղի թեկուզ միջանկյալ կարգավիճակի համար, թեկուզ փաստացի ինչ որ նոր ստատուս քվոյի ձևավորման համար, որտեղ Լեռնային Ղարաբաղը գտնվում է հայկական վերահսկողության ներքո, ամբողջովին թյուր է, այսինքն սա ամբողջական մանիպուլյացիա է։ Խորհուրդ կտայի բոլոր մեր դիտողներին կարդալ պարզապես այդ փաստաթղթերը եւ համեմատել ոչ թե նույնիսկ այն իրավիճակի հետ, որը մենք ունենք հիմա, այլ այն իրավիճակի հետ, որը մենք ունեինք նոյեմբերի 9-ի դրությամբ, այսինքն նոյեմբերի 9-ի փաստաթղթի հետ։ Այստեղ ինձ համար կարևոր դետալներից մեկը այն է, որ բոլոր առաջարկների մեջ Կազանից սկսած շարունակած հենց 14-15 թվականներով օրինակ կա արձանագրում, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորն է։ Երբ խոսում է անվտանգության երաշխիքների մասին, նշում է, որ Ադրբեջանը հանձն է առնում ուժ չկիրառել, բնականաբար խաղապահ առաքելությունը որոշակի դերակատարություն ունի եւ նշում է որպես անվտանգության երաշխիք Հայաստանի Հանրապետությունը հաշվի առնելով իր հատուկ կապերը Լեռնային Ղարաբաղի հետ։ Ու սա այն հարցի պատասխանն է, այն հարցադրման պատասխանն է, որը Նիկոլ Փաշինյանը շաբաթների առաջ անում էր Լևոն Տեր-Պետրոսյանի նշելով այդ ինչ սկզբունքով էին հայկական զորքերը գտնվում Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Այսինքն միջազգային հանրությունը ընդունել է Հայաստանի կողմից այդ գործառույթը իրականացնելու լեգիտիմությունը, ու դա ներառված է բոլոր փաստաթղթերով։ Ավելին ասեմ, երբ խոսում ենք այդ 5 շրջանների վերադարձի մասին Ադրբեջանին, այնտեղ հստակ նշված է, որ այդ բոլոր ու սա 2019 թվականի դրությամբ այս դրույթները գոյություն ունեին, որ այդ 5 շրջանները պետք է ապառազմականացված գոտի լինեին։ Մենք հիշում ենք Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո Ադրբեջանը ինչ տեմպերով սկսեց ռազմական բազաներ կառուցել, զորամասեր կառուցել հենց Լեռնային Ղարաբաղի անմիջական հարևանությամբ։ Այս պայմանավորվածությամբ Ադրբեջանը նմանատիպ իրավունք չէր ունենա։ Այդ տարածքում միայն քաղաքացիական վերահսկողություն կարող էր իրականացնել։ Այսինքն այս փաստաթուղթը նույնիսկ ոչ միայն նոյեմբերի 9-ի փաստաթղթի հետ համեմատությամբ ընդունելի փաստաթուղթ, այլ նաև օրինակ 90-ական թվականներին գոյություն ունեցած մի շարք փաստաթղթերի հետ եթե համեմատենք, որովհետև մեծ հաշվով կարգավիճակի հարցը արկախվում էր, ստեղծում էր նոր ստատուս քվո, որը երաշխավորում էր միջազգային հանրության կողմից, որը ճանաչվում էր միջազգային հանրության կողմից, ինչպես արդեն փորձեցինք բացատրել, այո, Ադրբեջանը ուղղակիորեն պատրաստ չէր օրինակ միջանկյալ կարգավիճակի վերաբերյալ այդ կետը ստորագրել բոլոր մանրամասներով, բայց հետագա քայլերը համանախագահ երկրների համատեղ հայտարարությունը, որտեղ հստակ նշված էր, թե այդ միջանկյալ կարգավիճակը ինչ էր ենթադրում, սեփական ինքնապաշտպանական ուժերի իրավապահ համակարգ, իշխանություններ ու այդ ամենը ինչ ճանաչված միջազգային հանրության կողմից, ինչպես նաև ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևը հղում անելով այդ հայտարարության կետերին, ստեղծում էին ստատուս քվո, որը նաև ուներ ինչ որ իրավական հիմքեր արդեն ի տարբերություն նախկինում գոյություն ունեցած ստատուս քվոյին։ Հիմա իհարկե այլ հարց է, թե արդյոք եթե Հայաստանի իշխանությունները գնային այս պայմանավորվածությունների կատարման ճանապարհով կամ բանակցեին այս պլանի շուրջ, Ադրբեջանը կհամաձայներ թե ոչ, արդյոք եթե համաձայներ ինչքան փխրուն կլիներ այս նոր իրավիճակը, սրանք այլ քննարկման հարցեր են։ Մեր այսօրվա թողարկումը վերաբերվում է բովանդակությանը եւ այդ բովանդակությունը խեղաթյուրում էր վերջին տարիների ընթացքում եւ թողարկման սկզբին դու ասացիր, որ կարծես է շատ նոր բան չենք իմացել, իրականում շատ նոր բան իմացել ենք։ Այսինքն մենք ընդհանուր առումով, ընդհանուր պատկերացումներով գիտեինք ինչի մասն է խոսքը, բայց հիմա երբ դետալներով տեսնում ես, հստակ կետերով տեսնում ես այս ամենը, հասկանալի է դառնում, որ կրկին թողնելով հնարավոր սցենարները, որ Հայաստանի իշխանությունները իհարկե գլխավոր, չգիտեմ ինչ բառ օգտագործեմ, արի սխալ բառ օգտագործեմ, բայց կարելի է ավելի կոշտ բառեր օգտագործել, այն էր, որ նրանք փաստացիորեն հրաժարվել են բովանդակային բանակցություններ իրականացնել այս առաջարկների շուրջ։ Պարզ է, որ այս առաջարկները մեր երազանքի առաջարկները չէին, բայց նրանք այս առաջարկները կարող էին նորմալ հիմք հանդիսանալ բանակցային գործընթացի համար եւ վերջի բանակցությունների իմաստը նաեւ այն է, որ այն կետերը, որոնք չեն բխում քո շահերից, փորձես փոփոխել։ Եվ այդ փոփոխությունները, ինչպես տեսնում ենք,
անընդհատ տեղի են ունենում։ Ինչ որ փուլում ի օգուտ հայկական կողմի, ինչ որ փուլում ի օգուտ ադրբեջանական կողմի, այնպես չէ որ կան կարծրացած ինչ որ սկզբունքներ, կարծրացած դրույթներ, որոնք հնարավոր չէ փոխել։ Շնորհակալ եմ Տիգրան։ Ես էլ եմ շնորհակալ։